Ողջույն, եթերում հարցազրույցն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրիի եւ Փարաքարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։ Գյումրիում ոչ մի ուժ չի ստացել մեծամասնության քվեն։ Ձայների հաշվարկով առաջատարը քաղաքացիական պայմանագիրն է, որին հաջորդում են Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Մեր քաղաքը դաշինքը, Իմ հզոր համայնքը։ Փարաքարում հաղթել է Միասնություն դաշինքը։ Ընտրությունների ընթացքի եւ ամփոփման վերաբերյալ զրուցել եմ Դանիել Իոաննիսյանի հետ, ով հետևել ընտրությունների ողջ ընթացքին։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյան հրավերն ընդունելու համար։ Նախ գնահատենք, կարելի է ասել, որ սա արդար ու թափանցիկ ընտրություն էր եւ գոհ եք արդյոք արդյունքներից դիտորդական։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես պետք է ասեմ, որ անկախ դիտորդություններ անում սկսած դեռևս նախքան նույնիսկ պաշտոնական քարոզարշավի սկիզբը, բնականաբար դիտորդության հիմնական ծավալները տեղի ունեցել քվեարկության օրը եւ ամբողջ հաջորդող գիշեր, մինչեւ ըստ էության այսօրվա առավոտ պետք է ասեմ, որ ընտրական տեղամասում արձանագրված խախտումները, այդ խախտումների ամբողջականությունը եւ դրանց վերլուծությունը մեզ բերում են այն մտքին, որ դրանք մեծ հաշվով չեն ազդել քվեարկության արդյունքների վրա։ Եվ ընտրողների եւ այն արդյունքները, որոնք որ կան, ընտրողների կարծիքը արտահայտում են Գյումրիում, բայց միաժամանակ ընտրողների կարծիքի ձևավորման վրա արդեն նախընտրական փուլում եղել են ապօրինի միջամտություններ, դրանք եղել են միջամտություններ վարչական ռեսուրսի, ընտրակաշարքի, այլ ընտրական հանցագործությունների տեսքով, ինչպիսին է բարեգործության արգելքի խախտումը, եւ սա ոչ միայն մենք ենք տեսել, այլ նաեւ այլ դիտորդներ, նաեւ հակակոռուպցիոն կոմիտեն, եւ այս դրսևորումները որքանով են ազդել ընտրողների կամքի ձևավորման վրա, ինձ թվում է, որ հաշվել իրատեսական չի։ Նախընտրական այդ իրադարձությունները, որոնց մասին խոսում եք, նույն ընտրակաշարքի վարչական ռեսուրսի չարաշահման, որ ուղղությունից են դրանք հիմնականում եկել։ Եվ իշխանական, եւ ընդդիմադիր շրջանակներ։ Դրանք տարբեր, եթե խոսում ենք վարչական ռեսուրսի չարաշահման մասին, բնականաբար խոսքը այս դեպքում իշխանության մասին է, բայց եթե խոսում ենք ընտրակաշարքի մասին, այս դեպքում արդեն խոսքը ընդդիմադիր ավելի շատ խմբավորումների մասին է, եթե խոսում ենք օրինակ ընտրություններին քարոզարշավին մասնակցելու պարտադրանքի վրա, եթե խոսում ենք կրիմինալի ներգրավման մասին, այս կոնտեքստում ավելի շատ ընդդիմության գործողությունների մասին ենք խոսում։ Ըստ էության խնդիրները բայց երկու կողմից էլ կար, օրինակ եթե նայենք թե մեր հանցագործության վերաբերյալ հաղորդումները, որ մենք տվել ենք նախընտրական փուլում այնպիսի խախտումների մասով, որոնք հենց հանցակազմ են պարունակում, կամ այն դիմումները, որ մենք ներկայացրել ենք ԿԸՀ, որոնք հանցագործություն չպարունակող, բայց վարչական իրավախախտում պարունակող արարքների մասով են, մի մասը իշխանության մասով է, մի մասը ընդդիմության մասով է։ Մասնավորապես ընտրակաշարքի վերաբերյալ դուք հանցագործության մասին հաղորդում ներկայացրել եք իրավապահ ընտրակաշարքի մասով մենք չենք ներկայացրել, որովհետև մենք ընտրակաշարքի մասով ունենք տեղեկություններ, բայց այդ տեղեկությունները ճշգրիտ դետալներ է այդ տեղեկությունների մենք չունենք կամ ունենք ոչ բարձր հավաստիության։ Օրինակ, եթե ասեմ բարեգործության արգելքի խախտման մասով, մենք ունենք շատ ճշգրիտ տեղեկություններ, ով, երբ, ում կողմից, ամեն ինչ մանրամասն կար, այդ մանրամասներով հանձնել ենք ուրեմն հակակոռուպցիոն կոմիտե եւ իրենք դրանով զբաղվել են։ Եթե մենք խոսում ենք չգիտեմ, վարչական ռեսուրսի չարաշահման մասին, էլի բոլոր մանրամասներով ներկայացրել ենք, չգիտեմ, ով ոնց ինչումն է դրսևորվել, ոնց է, չգիտեմ, ոնց է արտահայտվել, ովքեր են եղել դրա շահառուները եւ այլն, հա, մանրամասներով ներկայացրել ենք։ Եթե խոսում ենք ընտրակաշարքի մասին, գումարային ընտրակաշարքի մասին, ընտրակաշարքի վերաբերյալ մենք մեր երկարաժամկետ դիտորդները եւ մենք տարբեր ինդիկատորներով տեսնում ենք, որ այո, ընտրակաշարք կա։ Այսինքն մենք ունենք մի շարք ինդիկատորներ, որոնցով կարող ենք տեսնել, հասկանալ այս երևույթը կա թե չկա։ Ընդ որում մենք տարբեր աղբյուրներից ստանում ենք մանրամասն տեղեկություններ նաեւ օրինակ ընտրակաշարքը որտեղ է տրվում, երբ է տրվում, բայց այդ տեղեկությունները քանի որ կծկտուր էին եւ քանի որ մենք այդ տեղեկությունների վրա նաեւ հղում չենք կարող տալ, չենք կարող, չէ՞, մենք հակակոռուպցիոն կոմիտե հաղորդում ներկայացնել, ասել, գիտեք, մեր աղբյուրը sense բան է ասել, բայց չենք կարող ասել, թե մեր աղբյուրը ով է։ Դե տենց չի լինի։ Եթե ներկայացում ես հանցագործության մասին հաղորդում, դե այդ հաղորդման մեջ մանրամասն նշես քո հիմքերը, չես դու պնդում, որ այդտեղ այդ հանցագործությունը եղել է։ Եվ մենք
ունենք տեղեկություններ նույնիսկ տեղի հետ կապված, նույնիսկ այլ մասնակից անձանց հնարավոր հանցակից անձանց վերաբերյալ, որի ոնց ասեմ, այդ տեղեկությունների վրա հղում անելը, տեղեկությունների աղբյուրի վրա հղում անելը եւ այդ տեղեկությունների դետալները եւ այդ տեղեկությունների ոնց ասեմ հավաստիության մակարդակը այնքան չէր, որ մենք դրա մասին ներկայացնենք հաղորդում եւ այնքան չի, որ ես դա ասեմ, հա, որովհետեւ եթե ես հիմա ասեմ, այսինչ մարդը, այսինչ կուսակցության ընտրակաշարք բաժանելու սխեմայի մեջ է եղել, հա, մարդը կարա ինձ դատի տակ ասի ապացուցիր, իսկ ես չեմ կարող հղում տալ իմ աղբյուրի վրա, որը գաղտնի է։ Այսինքն եւ դրա համար ես հիմա չեմ ասում եւ նույնիսկ չեմ էլ ակնարկում, որտեղ չեմ էլ ուզում բան անեմ, բայց ես ասեմ, որ օրինակ տեղերը, որտեղ որ ընտրակաշարքը տրվում էր, այն ինֆորմացիան, որը մենք ունեինք, շատ ոնց ասեմ, շատ էպիկ, ոչ ստանդարտ, մեր համար անսպասելի, եւ եթե ինչ-որ պահի պարզվի մենք կամ իրավապահները ապացույցներ ձեռք բերեն, որ իրոք այդ տեղերում ա եղել, դա մի քիչ կարող է նաեւ շոկահարի։ Հայաքվեն, որը եւս դիտորդական առաքելություններ են անցկացնում այս ընտրությունների ընթացքում, իրենք ասում են, որ աննախադեպ չափի վարչական ռեսուրս է օգտագործվել։ Արդյոք դուք ունեք այնպիսի փաստահեն տվյալներ, որ այդ վարչական ռեսուրսի կիրառումն այնքան շատ է եղել, որ ընտրությունների արդյունքի վրա էականորեն կարող էր ազդել։ Գիտեք, նախ պետք է ասեմ, ոչ աննախադեպ չափի վարչական ռեսուրս չի կիրառվել։ Աննախադեպ չափի վարչական ռեսուրս կիրառվել էր օրինակ 17 թվականի ընտրություններին։ Այ դա այնքան բարձր նշաձողով նախադեպ էր, որ այդ նախադեպը գերազանցել արվեստի էր հասցված վարչական ռեսուրսի չարաշահումը 17 թվականին։ Բայց ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի ծավալներին, այո, մենք մի շարք դրսևորումներ տեսել ենք, դրանց մի մասը նաև մեր կարծիքով հանցագործության հատկանիշներ պարունակում եւ մենք հաղորդում ենք տվել այդ թվում նաեւ պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով 441 հոդվածով մի քանի հաղորդումներ ենք տվել ուրեմն վարչական իրավախախտում հանդիսացող դրսևորումների մասով վարչական ռեսուրսի չարաշահման ես պետք է ասեմ որ ես քանակ հաշվելը չեմ կարող ասել, չէ՞, բարձր 356 ընտրող, այսինչ խախտման արդյունքում, չգիտեմ, այլ կերպ քվեարկեց։ Բայց ընդհանուր առմամբ, երբ որ մենք փորձում ենք գնահատել թե ընտրողների վրա ապօրինի ազդեցությունը ինչ դրսևորումներ է ունեցել եւ ինչպես է արտահայտվել արդեն քվեների մեջ, մենք օգտվում ենք վիճակագրական վերլուծության գործիքներից, որոնք իրավական առումով ապացուցողական հենք ունեն թե չունեն մի քիչ կարող է վիճելի է, բայց մեր համար բավականին միարժեք է մեթոդաբանությունը։ Մենք նայում ենք, թե արդյոք այն տեղամասերում, որտեղ որ մասնակցությունը ավելի բարձր է եղել, այս կամ այն ուժը ստացել է ավելի բարձր քվեներ, տոկոսային հարաբերակցությամբ ավելի բարձր քվեներ, որովհետև դա կարող է վկայել, եթե այդ կորելացիան շատ հստակ արտահայտված է, դա կարող է վկայել նրա մասին, որ կամ այդ տեղամասում եղել են լցոնումներ թվանկարչություն հոգուտ այդ ուժի եւ աճել է համ մասնակցությունը համ այդ ուժի քվեները կամ այդ տեղամասերի տարածքներում ընտրողների վրա այդ ուժը ունի ապօրինի ազդեցության լծակներ եւ այդ լծակներով մարդկանց բերում է տեղամասեր իր օգտին քվեարկող մարդկանց Եվ մենք տեսել ենք, որ այդպիսի կորելացիա օրինակ քաղաքացիական պայմանագրի մասով չկա։ Ինչքան տեղամասում ավելի բարձր է մասնակցությունը, քաղաքացիական պայմանագրի ձայները նույնիսկ մի քիչ պակասում են։ Մի քիչ, իդեալականը դա է, երբ որ մասնակցության տոկոսից չկախված է քաղաքական ուժի հավաքած տոկոսը տվյալ տեղամասում, դա իդեալականն է։ Խնդրահարույցը երբ որ ավել է, երբ որ պակաս է, դա նշանակում է ուրիշ ուժի մասով կա խնդրահարույց։ Հիմա այստեղ քաղաքացիական պայմանագրի դեպքում մի քիչ պակասում է եւ մի քիչ ավելանում է կոմունիստական կուսակցության Վարդան Ղուկասյանի քվեները, որը մեզ հուշում է, որ Վարդան Ղուկասյանի մասով երևի ինչ որ ապօրինի ազդեցության գործիքակազմ եղել է, որը ինչ որ արդյունք տվել է, հա, այսինքն սա մենք տեսնում ենք մեր համար գոնե թեև դատարանում Հայաստանի դատական համակարգը դա որպես ապացույց չի համարում, բայց մեր համար մեր պատկերացումների ձևավորման համար դա կարևոր ինդիկատոր է։ Մեկ այլ ինդիկատոր, որը մենք ունենք, դա օրինակ էլի ուրեմն թվերի վերլուծության գործիքակազմով, դա օրինակ առավոտյան ժամերին քաղաքային բնակավայրերում մասնակցության պատկերն է,
որտեվ Կիրակի օրերը քաղաքային բնակավայրերում մարդիկ նախընտրում են առավոտյան քնել։ Ինչքան էլ դու չուզենաս գնաս քվեարկելու, դու հանգիստ կարող ես գնաս քվեարկելու 12-ին, 1-ին, 3-ը, բայց ոչ առավոտյան ժամը 9-ին, էլ առավոտյան ժամը 9-ին քաղաքներում մարդիկ քնած են Կիրակի օրերը։ Եվ մենք տեսնում ենք, որ օրինակ այն տեղամասերում, որոնք ավանդաբար ավելի կրիմինալի հետ ասոցացվող տարածքներում են, այդ տեղամասերում առավոտյան մասնակցությունը ավելի բարձր է։ Ու երբեմն ավելի բարձր էր 2-2.5 անգամ Գյումրիում միջինից, որ հարց առաջանում, լավ, ինչի են այդ տեղամասերում ավելի բարձր մասնակցությունը, ինչի են այդ տեղամասերի բնակիչները Կիրակի առավոտյան ավելի մեծ եռանդով գնում ընտրական տեղամաս, քան կողքի թաղամասի բնակիչները, էլի, նույն Գյումրիի կողքի թաղամասի։ Եվ այստեղ հիմնական վարկածը, որ մենք առհասարակ ունենում ենք, ոչ միայն Գյումրիի դեպքում, դա այն է, որ երբ որ այս կամ այն ուժերը ունենում են իրենց ենթարկեցված էլեկտորատ, այսինքն կապ չունի ինչ ռեսուրսով, վարչական ռեսուրսով, ընտրակաշարքով, չգիտեմ, կրիմինալով, այդ ենթարկեցված էլեկտորատին իրանք փորձում են կամ հրահանգում են, որ առավոտյան գան քվեարկեն, որպեսզի տենան ով եկավ, ով չեկավ, որ ով որ չեկավ, միջև տեղամասերի փակումը ունենան առավելագույն ժամանակ, այդ ով որ չեկավ, զանգել, գտնել, կանչել, բերել, որ քվեարկեն։ Եվ այս առումով, այս ինդիկատորը եւս խոսում է նրա մասին, որ կրիմինալի ազդեցությունը եղել է բարձր։ Պարոն Յանիսյան, հետընտրական process-ին գանք։ Հիմա փաստացի Գյումրու ավականին պետք է կազմված լինի 5 քաղաքական ուժից։ Ի սկզբանե մենք հիշում ենք, որ ընդդիմադիր դաշտն ասում էր, եկեք -1 կոնսենսուսով աշխատենք, այսինքն -1 նշանակում էր ԿՊ-ի հետ չենք աշխատում։ Հիմա կա 4 քաղաքական ուժ ընդդիմադիր դաշտում եւ քաղաքացիական պայմանագիրը արդեն մի կողմն է։ Ոնց է մանդատների բաշխումը տեղի ունենալու եւ ի վերջո հանգուցալուծումը դուք տեսնում եք ընդդիմադիր դաշտում տեսնում ենք որ երկու քաղաքական ուժ իր աջակցությունը հայտնել է պատրաստ է իր քվեները տալ կոմունիստական կուսակցությանը նախին քաղաքապետին մի տեխնացու այս պահի դրությամբ դեռևս հստակ չէ ինչ դիրքորոշում կհայտնի ոնց եք պատկերացնում համամասնությունը ի վերջո մանդատների քանակի մասին եւս խնդրեմ Գիտեք, այս պահի դրությամբ, եթե մենք նայենք, թե որ ուժը ավականին 33 անդամից է բաղկացած եւ քաղաքապետ ընտրելու համար 17 մանդատ է պետք, այս պահի դրությամբ եւ ես չեմ կարծում, որ վերահաշվարկ, եթե վերահաշվարկներ լինեն, վերահաշվարկը շատ ռադիկալ ինչ-որ բաներ կփոխի, որովհետեւ մենք հիմքեր չունենք երկրորդ քաղաքական ուժն էլ ասաց, որ կարիք չի տեսնում վերահաշվարկի։ Հա, վերահաշվարկի շատ բան չկա։ Առանձին վերցրած տեղամասերում կարող է վերահաշվարկ արվի, որտեղ կարող են, բայց դա փոքր թվերի մասն է ամեն դեպքում խոսքը լինելու։ Քաղաքացիական պայմանագիրը ունի 14 մանդատ, Վարդան Ղուկասյանի գլխավորած կոմունիստական կուսակցությունը եւ իրեն հարող երկու դաշինքները Մայր Հայաստան եւ Իմ հզոր համայնքը այո, միասին, որոնք արդեն հայտարարել են, որ աջակցելու են Վարդան Ղուկասյանին, միասին ունեն 13 մանդատ։ Եվ այստեղ այո շատ բան կախված է լինելու Մարտուն Գրիգորյանի գլխավորած քաղաքական ուժից, մեր քաղաքը կարծեմ, չէ՞, քաղաքական ուժից իրենց դիրքորոշումից նրանց թե իրենք ում կմիանան եւ այստեղ ես եմ իմիջիալուց սցենարների քննարկման ժամանակ որտեվ ես կխափեմ որ ասեմ որ Գյումրիում բոլոր ուժերի հարաբերակցությունները որովհետեւ մեր համար Երևանից երբեմն դա քաղաքական մենք քաղաքական աչքով ենք նայում, բայց Գյումրիում կան շատ եւ շատ լոկալ ուրիշ հարցեր, հա, Մարտուն Գրիգորյանը, որ այսպես կոչված թուրքի մալից է եւ չգիտեմ Սլաբոդկայից Վարդան Ղուկասյան, իրանք իրար հետ չունեն, իրանք իրար հետ շատ վատ, այստեղ շատ այնց նրբություններ կա, որոնք նենց չի որ ես էլ 5 մատից պես գիտեմ, ես մի քանի օր ինչքան հասցրեցի խորանալ դա է, բայց տեսականորեն կա սցենար, որ ուրեմն ես չեմ բացառի 3 սցենար կա եւ ես 3-ից ոչ մեկ չեմ բացառի։ 3 սցենար Մարտուն Գրիգորյանի գլխավորած քաղաքական ուժից գոնե ուրեմն 4 պատգամավոր կամ ամբողջ ուժը աջակցում է Վարդան Ղուկասյանն է դառնում քաղաքապետ, 3 պատգամավոր կամ ամբողջ ուժը աջակցում է ԿՊ-ին եւ
Սարիկ Մինասյանն է դառնում քաղաքապետ կամ այդպես էլ ոչ մեկին չեն միանում եւ տեսականորեն կարող է գնալ Վեդիի սցենարով Վեդիում ես հիշեցնեմ որ 3 քաղաքական ուժեր էին ընտրվել որոնք իրար հետ ոչ մի ձև լեզու չգտան այսպես ասած եւ վերջում ուղակի գործը գնաց նոր ընտրությունների Այսինքն այս պարագայում եթե ընդդիմադիր դաշտը չհամախմբվի կամ եթե Մարտուն Գրիգորյան չորոշի թե իր ձայնը տալիս է ընդդիմությանը կամ ներկա գործող իշխանությանը ԿՊ-ին գնում է երկրորդ փուլ թե առհասարակ նոր ընտրություն տեսեք որոշակի մեխանիզմներ կան որոնցով կարող են լինել նոր ընտրություններ այստեղ այս սցենարները ունեն իհարկե ենթադետալներ եւ շատ ենթադետալներ, հա, այսքան մարդ չգա նիստին, այնքան մարդ չգա նիստին, նիստը բոյկոտվի, այսինքն սենց սցենարներ էլ կան, էլի, նիստը չկայանա, առաջին նիստը չկայանա կամ այսքան ժամանակ նիստը չկայանա։ Բայց մեծ հաշվով որ նայենք այս 3 սցենարներն են։ Այսինքն ավականու նիստը այնուամենայնիվ պիտի գումարվի եւ դրա ընթացքում պիտի ընտրեն քաղաքապետ։ Եթե չեն ընտրում քաղաքապետ, տեսականորեն կարող է առաջին նիստը չկայանալ, կարող է կայանալ չընտրեն քաղաքապետ։ Սցենարները այս առումով շատ են, ես չեմ ուզենա մտնել շատ այդ սցենարների մեջ, առավելս օրինք տեղական ինքնակառավարման այդ համակարգերը մասնագետը չեմ եւ նենց չի որ 5 մատից պես գիտեմ, բայց մեծ հաշվով այս 3 սցենարներն էլ հնարավոր սցենարներ են։ Իրենց տարբեր տեսակի սցենարներով։ Իսկ եթե Մարտուն Գրիգորյանի գլխավորած ուժը որևէ դեպքում իր մանդատները որևէ մեկին չի տալիս, ինչ է լինում։ Դե ասում եմ, այդ դեպքում առավել հավանական, այս դեպքում եւս հնարավոր է որ նշանակվի ժամանակավոր պաշտոնակատար, ենթադրաբար Սարիկ Մինասյանը, գործադիր իշխանության, ենթադրաբար դա կլինի Սարիկ Մինասյանը հասկանալի պատճառներով, բայց ավականու պարալիզացված, այստեղ կախված են ավական պարալիզացված կլինի, թե կաշխատի, որտեղ կա Վանաձորի սցենար, կա այնքան տարբեր սցենարներ կան, որոնք իմիջիալուց այդ սցենարներից շատերը Հայաստանի տարբեր համայնքներում տեսել ենք։ Եվ նաև կան սցենարներ, եկեք սա չմոռանանք, որ մենք նայում ենք որպես 5 քաղաքական ուժ եւ այդ 5 քաղաքական ուժերին դիտարկում ենք որպես միահամուռ ուժեր, բայց Հայաստանում շատ են եղել այն համայնքները, որտեղ այս կամ այն քաղաքական ուժից ինչ որ մարդիկ դուրս են եկել անցել են մյուս քաղաքական ուժ կամ քվեարկության ժամանակ կընտրել են ի վերջո եկեք արձանագրենք Երևանում Տիգրան Ավինյանը քաղաքապետ է ակադեմիում չունենալով մեծամասնություն, բայց միաժամանակ նույն Երևանում եթե հիշենք 13 թվականին Ավինյանի քաղաքապետ ընտրվել ավականում ընդդիմությունը օրինակ եթե միավորվեր կարող էր դա կանխել, կարող էր ուրիշ մարդ ընտրեր, կարող էր, բայց ընդդիմության չմիավորվելու ուժով դարձավ Ավինյանը քաղաքապետ եւ ստեղ էլ էլի տարբեր սցենարներ կարող են լինել, մենք այն ժամանակ էլ չգիտեինք ի վերջո ինչ կլինի, հա։ Այստեղ նաև ընդդիմության միասին գործելու հարցի հետ կապված խնդիր են տեսնում, ասում են նույն այդ կանխավարկածով ենք առաջնորդվում, բայց իսկ մենք չենք տեսել համայնքներ, որտեղ ավականու անդամները այս կամ այն պատճառներով ուստեղ շատ կասկածներ կան, որ նաև իշխանության կողմից տարբեր լծակների, երբեմն ոչ այդքան օրինական լծակների կիրառման արդյունքում ավականու անդամները ընդդիմադիր խմբակցություններից դուրս են եկել դառել են իշխանամետ կամ ուղղակի քվեարկել են իշխանության տեխնացուի օգտին։ Հա, Թալինում այդպես է եղել, ճիշտ է, մի քվեի տարբերություններ այնտեղ, բայց Թալինում օրինակ մի ավականու անդամը, որ ընդդիմադիր էր, քվեարկեց իշխանության տեխնացուի օգտին, իշխանության տեխնացուն դարձավ Թալինի համայնքապետ։ Այսինքն տարբեր սցենարներ կան, հիմա այդ բոլոր հնարավոր սցենարները մի քիչ դժվար կլինի պատկերացնել, առավել եւս որտեվ այնքան տարբեր են այդ ուժերը, որ մի քիչ բան է Եվ նաև տարբեր են շահերը, որովհետև երբեմն մենք sense նորից Երևանից նայում ենք, ասում ենք, դե ընդդիմությունը իշխանությունն է, նրանք ընդդիմություն են, սրանք իշխանություն, առավել եւս որ մեծ մասամբ այդ բոլոր 4 քաղաքական ուժերը Այսինքն ժողովրդի լեզվով ասած նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են եւ կարող է առաջի հայացքից թվա որ դե հա դեպի միավորվեն, բայց տրիվիալ չի, որովհետեւ իրանք էլ իրանց տարաձայնություններ ունեն, իրանք եւ այդ տարաձայնությունները երբեմն ավելի սուր են, քան
իրենց քաղաքական հայացքների հաշվի առնելով թեև ունեն խնդիր իրենք են ասում, որ ուզում են գործող իշխանություններին իշխանազրկել, չնայած որ սրանք թիմ ընտրություններ են, դրա հետ որևէ առնչություն չունեն, այդուամենայնիվ իրենց քաղաքական հայացքներով պայմանավորված, նույնիսկ եթե այդ միավորումը տեղի ունենա, արդյոք քաղաքի կառավարումը արդյունավետ կլինի։ Հաշվի առնելով նաև իրենց մեջ եղած խնդիրները, որոնք իրենք ունեն, նույնիսկ ամենասկզբում պաշտոնների բաշխման հետ կապված հարցեր արդյոք չեն ունենալու իրենք։ Գիտեք, ես կդժվարանամ կանխատեսել, որովհետև մենք ունենք Վանաձորի օրինակը, որը քաղաքի կառավարման արդյունավետության տեսանկյունից կատաստրոֆա էր, հա? Բայց պարզվեց, որ այդպես կարելի է ապրել, հա? Պարզվեց, որ այդպես կարելի է ապրել։ Լավ չի, բայց կարելի է ապրել, Վանաձորը, չգիտեմ, գոյություն ունի, չջնջվեց քարտեզի երեսից, չգիտեմ, չդադարեց գոյություն ունենալ եւ նույնիսկ, չգիտեմ, Վանաձորի չգիտեմ, լուսավորները պայմանական աշխատում են, աղբահանություն անողներն էլ աշխատավարձը ստանում են, հա, օրինակի համար եմ ասում, բայց այսինքն դա հնարավոր է, որ լինի շատ վատ կառավարում, շատ վատ պայմանավորված ավականով պարալիզացված լինելով պայմանավորված օրինակ եթե ավականը չկարողանա բյուջե ընդունել։ Հիմա չունեն իրանք ընդունած բյուջե, Գյումրին չունի ընդունած բյուջե։ Անցյալ տարվա բյուջեով են իրանք շարունակում աշխատել, հա, կարողանան ընդունել բյուջե թե չէ։ Գյումրին արդեն իսկ բավական դժվարին իրավիճակում է, որովհետև սուբվենցիաների դիմելու ժամանակահատվածը ավարտվում է։ Այսօր բառացիորեն, եթե ես ճիշտ եմ հիշում օրենսդրությունը, այսօր վերջին օրն է, երբ որ կարող է սուբվենցիաների դիմել Գյումրին, պարզա որ չի դիմելու, հա։ Այսինքն այս տարվա սուբվենցիաներից Գյումրին չօգտվեց եւ այս առումով շատ դժվար է կանխատեսել։ Իսկ կառավարությունը Գյումրիին ուղակի բաներ կտա, ուղակի փոխհատկացումներ կանի, որպեսզի Գյումրիում ինչ որ մեծ ծրագրեր արվեն, բացի համայնքային ծառայողների աշխատավարձ ստանալուց եւ ինչ որ մանր-մունր ընթացիկ ծախսերից։ Օրինակ ինչ որ մեծ պրոյեկտի համար կառավարությունը փող կտա, թե չի տա։ Իսկ կառավարության այդ փող տալը կախված կլինի նրանից, թե Գյումրիում ով ընտրվեց, ով չընտրվեց։ Իսկ Գյումրիի ավականին օրինակ ունակ կլինի գոնե մյուս տարի դիմել սուբվենցիոն ծրագրերի, այդ ծրագրերը հաստատել, թե այստեղ այնքան հարցեր կան, ինձ թվում է թե տեղական ինքնակառավարման մասնագետ կա, չէ՞, ինքը ավելի մանրամասն է սա։ Ամփոփելով զրույցը շատ կարճ, պարոն Իրանիսյան, ոմանք ասում են, որ Գյումրիի ընտրությունները պիտի դառնան 26 թվականի ցուցիչը։ Արդյոք դա այդպես է թե ոչ։ Ընդդիմադիր դաշտում իրենք ասում են, որ սա ԿՊ-ի պարտությունն է, բնականաբար իշխանության դաշտում էլ ասում են, որ սա ժողովրդավարության հաղթանակն է, որովհետև տեսեք, երբ է եղել այսպես, որ գործող իշխանությունը այս կամ այն համայնքում պարտվի, սա էլ լավ օրինակ է ժողովրդավարության։ Գյումրիի ընտրությունների հետ կապված ես այս մի քանի ժամում հասցրեցի լսել այնքան տարբեր մեկնաբանություններ, որոնք տեսականորեն բոլորն էլ ճիշտ են։ Մարդիկ ասում են, Գյումրիում հաղթեց կրիմինալը։ Ինչ որ ճշմարտության էլեմենտ կա։ Մարդիկ ասում են, Գյումրիում հաղթեց ակնհայտ ռուսամետ ուժը։ Այո, դրա մեջ էլ իրականություն կա։ Մարդիկ ասում են, այ Գյումրիում իշխանությունը պարտվեց։ Միգուցե դրա մեջ էլ հեսա տեսնենք իհարկե վերջում ինչով կպրծնի ավականու խմբակցությունների միջև բանակցությունները, բայց հավանաբար դա էլ է ճիշտ։ Մարդիկ ասում է, այ ԿՊ-ն Գյումրիում հավաքեց ավելի շատ ձայն, քան երբևիցե իր գոյության ընթացքում։ Եվ այո, դա էլ է ճիշտ։ Դե նախորդ անգամվա համեմատ 30 էր հավաքել, այս անգամ 36-8։ Անգիր չեմ հիշում, բայց ավելի շատ է, ավելի շատ քան նախորդ անգամ, էլ ավելի շատ քան դրա նախորդ անգամը։ Այսինքն այս բոլոր կարծիքների մեջ էլ ճշմարտություն կա, բայց իրողություններն այն են, որ իրականում մարդկանց ընկալումները ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եւ մարդկանց ընկալումները առհասարակ համապետական ընտրությունների ժամանակ եւ մարդկանց ընկալումները տեղական ընտրությունների ժամանակ շատ տարբեր են Հայաստանում։ Շնորհակալ եմ։ Մենք սա է պատճառը, որ ժամանակին օրինակ մեծամասնական տրակարգը հանեցինք, որովհետեւ տեսանք, որ համամասնական, երբ որ ժողովուրդը նայում է պետության ռակուրսից մի ձև է քվեարկում, բայց երբ որ ինչ-որ լոկալ հարցի շուրջ է, տեսնում ես լրիվ այլ մոտեցումներ, այլ մոտիվացիայով պայմանավորված կամ արտահայտում կամ այլ մոտիվացիայով պայմանավորված որոշում թե ում պետք է քվեարկեն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Դանիել Իոաննիսյանն էր, կհանդիպենք։